Բարև ձեզ, Factor TV հյուրը հրապարակախոս Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարամ Աթանասյանն է, ողջույն, պարոն Աթանասյան։ Բարև ձեզ։ Մի շարք փաստարկներ կան, որոնց միացումով Փաշինյանը պատերազմի սադրիչ է որակվում, թե նախկին նախագահների թիմի կողմից, թե Ադրբեջանի արտգործնախարարի։ Նրա օրոք այդպես էլ չտեսանք մադրիդյան փաստաթղթի հիմքով բանակցություններ, ասենք չեղավ արտգործնախարարների, ղեկավարների բանակցություն, որի հաղորդագրության մեջ գրվեր, որ օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվեցին շարունակել մադրիդյան սկզբունքներով բանակցությունները, ավելին տեսանք իշխանության կողմից այսպես կոչված Մյունխենյան սկզբունքների առաջ բերում, որտեղ մեխայներ Արցախի բանակցելու, այսպես ասենք, հարցը, որ պետք է Արցախը անպայման ներկա գտնվի, Արցախը Հայաստանը եւ վերջ, մի խոսքով բազմաթիվ փաստարկներ։ Արդյոք իրականությանը մոտ չեն իշխանության ուղղված այս քննադատությունը։ Ոչ։ Բա ինչի մասն են իմ թվարկումները։ Մանիպուլյացիա, շահարկում, որովհետեւ որևէ մեկը չի կարող փաստական հիմք ներկայացնել։ Չկա, գոյություն չունի։ Մադրիդյան սկզբունքները շրջանառությունից դուրս են եկել 2011 թվականի Կազանի ձախողված հանդիպումից հետո այլևս որպես այդպեսին չեն քննարկվել։ Լավրովի պլանը Մադրիդյանի մոդել։ Ոչ, Լավրովի պլանը Մադրիդյան սկզբունքների հետ որևէ կապ չունի, որովհետև Մադրիդյան սկզբունքները կառուցված են տարածքային ամբողջականությունից դուրս ինքնորոշման հնարավորության վրա, իսկ Լավրովի պլանը արդեն ինքնորոշման հարցով հանրաքվե ձևակերպումը փոխարկել էր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ, որ պետք է երկու կողմերի համար ընդունելի լիներ։ Եթե այսպես ռետրո հայացքով նայում ենք, ապա փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը Հարավային Կովկաս, տարածաշրջան, հակամարտության գոտի եղել է 2018 թվականի փետրվարին։ Նրանք այցելել են Բաքու եւ Երևան եւ ոչ թե առաջարկություններ են քննարկել կամ առաջարկություններ են ներկայացրել, այլ ընդհանրապես քննարկել են մի հարց։ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի դիտորդական առաքելության թվակազմը, թվականակը 7 հոգով ավելացնելու, որին Ադրբեջանը նախորդ համաձայնություններ տվել, իսկ փետրվարին արդեն մերժել է։ Իսկ այդ նախաձեռնությունը, այսպես ասած, այդ գաղափարը ծնվել է 2017 թվականի հոկտեմբերին, եթե չեմ սխալվում հոկտեմբերին, Ժնևում Իլհամ Ալիևի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից։ Իսկ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման մի դրսևորում, մշտադիտարկման հաջողականություն եւ Կասպրչիկի խմբի թվակազմի ընդլայնում, ասենք 7 հոգով ընդլայնում։ Սա է եղել Հայաստանում իշխանափոխությանը նախորդած քննարկվելիք հարցը կողմերի միջև։ Իսկ 19-ի պլանը, որովհետև դա այսօր համարվում է մի պլան, որը էլի Փաշինյանը լրջորեն չքննարկեց, որով Արցախը կունենար միջազգային կամ ռուսական զորքերի պաշտպանություն, այո 5 եւ 7 տարածքները հեշտորեն կանցնվեին Ադրբեջանին, բայց Արցախը կմնար հայկական, այսինքն անգամ այդ երկու շրջանները մենք կպահպանենք եւ ով է ասում որ օկուպացիա չէր լինի, պարոն Աթանասյան, ինչու իշխանությունը չընդունեց, ինչ եք մտածում այդ պլանը։ Ով է ասում որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման առաջարկություն են ներկայացրել։ Ռուսաստանն է, Ռուսաստանի առաջարկը ներկայացվել է նրանց անունից, այսպես մոտավորապես։ Ով է ասում որ Ռուսաստանը նման պաշտոնական առաջարկություն է ներկայացրել, որտեղ է գրված։ Դե օրինակ Տեր-Պետրոսյանի թիմը, Սերժ Սարգսյանի թիմը ամբողջ օրը 19-ի պլանից են խոսում, պարոն Աթանասյան։ Եվ Սերժ Սարգսյանի թիմը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը հղում են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Պոպովի հարցազրույցին, որը միջև հիմա կախված է
համացանցում արկա է եւ որը ընթերցելուց կարելի է տասնյակ հակասական մտքեր գտնել այնտեղ։ Դա դիվանագետի խոսք չէ, դա ընդհանրապես պատերազմում Հայաստանին օժանդակություն ցույց չտված Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչի քարոզչական խոսույթ է, որը միայն մի նպատակ է հետապնդել։ Պատերազմի մեկնարկի եւ պատերազմի հետևանքների համար Ռուսաստանի Դաշնությունը որևէ պատասխանատվություն չունի։ Դա կարելի է ասել արտաքին գործերի նախարարության բարձրորոշ հայտարարությամբ եւ դա հայ հանրության համար շատ ավելի ընկալելի եւ օգտակար կլիներ, որտեղ այս ժողովուրդը կհամոզվեր, որ իրոք Ռուսաստանը երբևէ Հայաստանին չի խոստացել, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություն սկսվելու դեպքում ինքը հայկական զինուժին օժանդակություն է ցուցաբերելու։ Պոպովի հարցազրույցը ընդունել որպես ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկություն ուղղակի ծաղր է հանրության հասցեին։ Այս հանրության նկատմամբ մեծամիտ ամբարտավան վերաբերմունքի բացահայտ դրսևորում են, որում այդ թիմերը փորձագիտական մակարդակով նույնիսկ իրենց խոսույթը մեկը մյուսի հետ չեն համաձայնեցնում եւ ստացվում է կատարյալ անհետեցություն։ Դե նրանք ասում են, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համարյա ձեռքերը լվացել են եւ Ռուսաստանին ասել են ինչ ուզում ես արա միայն լուծիր։ Համաձայն ենք ինչ ուզում ես արա։ Ով է ներկա գտնվել Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահների կոնֆիդենցիալ հանդիպմանը։ Ով է այդ տեղեկությունը տալիս, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան ձեռքները լվացել էին։ Օրինակ Տեր-Պետրոսյանն ասում էր Ռուսաստանում է Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին։ Դա Տեր-Պետրոսյանի տեսակետն է։ Այդ դեպքում Տեր-Պետրոսյանը կարող էր 1994 թվականի մայիսի 17-ին հարցը լուծել։ Ոնց։ Շատ հանգիստ Մոսկվան հրավիրել էր Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարին մայիսի 17-ին եւ առաջարկում էր այնինչ որ 2016 թվականին Լավրովը առաջարկել է 7 շրջանների վերադարձը Ռուսաստանին, Ադրբեջանին ներողություն, ռուսական խաղապահների տեղաբաշխում նախկին ԼՂՄ վարչական սահմանի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում 1994 թվականի մայիսի 17 շատ հոյակապ առաջարկություն։ Ինչու այդ առաջարկությամբ հարցը չի լուծվել։ Իսկ պարոն Աթանասյան, որ ըստ Բայրամովի ես մեծ սիրահար չեմ նրանց ցիտելու, Հայաստանում արդեն դա քննարկման առարկա է դարձել եւ վարչապետը պատասխանել է այս հարցին, Փաշինյանը վախեցել է իրեն սպանեն, եթե գնա լուծումների։ Դա արդյոք եսասիրություն չէր, այսպես ղեկավարի կողմից, չէ՞ որ պետական գործիչը պետք է գնա ընդհուպ իր սպանության գնով դաժան լուծումների, որոնք պետականությունը կամրապնդեն անվտանգությամբ, որ հետո չասի կլիներ նույն լուծումը առանց զոհերի։ Իսկ դուք հավատում եք, որ Ջեյհուն Բայրամովը ճշմարտությունն է ասում։ Չէ, ես չեմ հավատում նրանց, բայց եթե չեք հավատում, ինչ կարիք կա այդ թեման քննարկել։ Որովհետև վարչապետը հերքել է դա, ասել։ Որովհետև վարչապետը չի հերքել, վարչապետն ասել է Ջեյհուն Բայրամովը ուրիշ մարդեր, հա, ասում է պաշտոնատար անձ չի եղել, Դուշանբեի եւ հետագա հանդիպումներին նա չի մասնակցել, ներկա չի եղել եւ չի կարող որպես վկա ինչ որ բան ասել։ Ասած բանավոր հայտարարություններին հղում անելը լավ ժանր չի, որովհետև ես չգիտեմ։ Կիսատ կարող է ընկալվել։ Նիկոլ Փաշինյանը ինչ դա համարյա հերքում է, եթե հիմնավորում է բերել կամ ինչ է ասել հետագայում, բայց փաստը որ 2018 եւ 19 թվականին եւ մինչեւ 2000 թվականի կարծեմ մայիս ամիսը Ջեյհուն Բայրամովը չի կարող տիրապետել Ալիև Փաշինյան բանակցություններին, դա անհերքելի եւ կրթության նախարարն էր, չէ՞, Ադրբեջանում մինչեւ Ես չգիտեմ, Ադրբեջանում կա եւ կրթության նախարար, եւ բարձրագույն կրթության նախարար, եւ թվային տեխնոլոգիաների նախարարներ, բայց դրանցից ոչ մեկը Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան բանակցություններին չի մասնակցում։ Բանակցությունների սովորաբար բանակցությունների երկրորդ փուլում ներգրավում են կողմերի արտաքին գործերի նախարարները, իսկ բանակցությունները սովորաբար լինում են տետ-ա-տետ, դեմ առ դեմ։ Իսկ այդ սադրանքի մեղադրանքը
մի քիչ բարդ էր էլի, ասենք մի 5-10 տարի առաջ ընկալել, որ հայաստանյան դիսկուրսում կսկսեն իրար մեղադրել Ադրբեջանի դեմ պատերազմ սադրելու մեջ, բայց հասանք այդ օրվան, ինչի մասին է այն ձեր կարծիքով։ Դա նրա մասին է, որ Հայաստանի երկրորդ նախագահը քաջածանոթ է Ադրբեջանի որոշ քաղաքներում եւ շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագրին։ Եվ բառացիորեն կրկնում է այդ հրամանագրի պրեամբուլան։ Ըստ որի հայկական կողմը հերթական անգամ կոպիտ խախտելով հրադադարի ռեժիմը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 6-ից սկսած հուժկու հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի Հանրապետության շուրջ 30 քաղաքների եւ գյուղերի, ինչպես նաեւ ռազմական օբյեկտների, որից հետո Ադրբեջանը ստիպված է եղել ձեռնարկել ագրեսորին զսպելու համարժեք քայլեր։ Բայց Քոչյանը այլ կոնտեքստում է ասում, որ չբանակցեց, բոյկոտեց, տակ գլխություն արեց Արցախը, Հայաստանը եւ վերջ այդ կոնտեքստում սադրեց Փաշինյանը, ոչ թե նա կարդացել է Ալիևի հրամանագիրը։ Այս դեպքում ես կարող եմ մեզ բերել Իլհամ Ալիևի 2020 թվականի հոկտեմբերի 15-ին ՌԻԱ Նովոստի գործակալության տված հարցազրույցին, որտեղ ասում է, որ ինքը Հայաստան նախկին իշխանությունների հետ փորձել է համաձայնեցնել Մադրիդյան սկզբունքները եւ այդ հիմքով բանակցային գործընթացի շարունակությունը, բայց Հայաստանի նոր իշխանության կառավարությունը, ես օգտագործում եմ իր ձևակերպումը, հրաժարվեց նախկին բոլոր պայմանավորվածությունները բարիզ բուն իմաստով զամբյուղ նետեց, մեր հասցեին արվեցին վիրավորական, ծաղրական եւ սադրիչ հայտարարություններ։ Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նախապատրաստում են Ադրբեջանի դեմ նոր տարածքներ գրավելու սկզբունքով պատերազմի, ինչը ամփոփ կերպով հանգեցրեց վերջին սուր լարվածությանը։ Դա ասել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, կրկնում եմ, ՌԻԱ Նովոստի գործակալության տված հարցազրույցում։ Ձեր կարծիքով Հայաստանյան Հանրությունը ինչպես է դիտարկում այս հանգամանքները, կարևոր բանավեճ է սա, թե հոգնել են, նյարդայնանում են, թե մեր պետության համար ամեն դեպքում կարևոր է այս բանավեճը առաջատար դեմքերի մասնակցությամբ հասկանալու արգումենտացիայի մրցակցությունում ով է հաղթում։ Ուստի բանավեճ չկա բառից բուն իմաստով, որովհետև բանավեճ կլներ այն, եթե իշխանությունը եւ ընդդիմությունը նստեին մի սեղանի շուրջ, մի կլոր սեղանի շուրջ եւ բանավիճեին։ Ոչ առաջին դեմքերի մակարդակում, փորձագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, իշխող խմբակցության եւ երկու ընդդիմադիր խմբակցությունների ու նրանց աջակից քաղաքական ուժերի միջեւ։ Այստեղ կա հարձակում եւ հակադարձում։ Այսինքն ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է բանակցային գործընթաց տապալելու, Ադրբեջանին դավագրգռելու, պատերազմ հրահրելու, պարտություն կրելու, Արցախ հանձնելու եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը չկատարելու մեջ որով Արցախի, այսպես ասած, իշխանությունը հակադարձում է, որ իշխանությունը հակադարձում է, մեկ առ մեկ հակադարձում է։ Հիմա այս հարձակում, հակադարձումը ինչ է տալիս հանրությանը։ Ես կարծում եմ, ըստ էության շատ քիչ բան է տալիս։ Շատ քիչ բան, բացի նրանից, որ ընդդիմության կողմնակիցները ոգևորվում են, իշխանության աջակիցները կրկնակի են ոգևորվում այդ խոսույթային կսմիթներից եւ նկատում է շատ վտանգավոր միտում, որ ընդդիմությունը գնալով
Իշխանության դեմ իշխանության նկատմամբ իր խոսույթը իջեցնում է վիրավորանքների, վերագրումների եւ սպառնալիքների մակարդակի։ Ինչը բնականաբար արժանանում է հակազդեցության, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների կողմից, հակազդեցության իհարկե ներկայացված հաղորդումների կամ բողոքների հիման վրա։ Ես այստեղ վտանգավոր միտում եմ տեսնում, որ նման բանավեճի, այսպես այդ հերակա բանավեճի ծավալումը կարող բերել քաղաքացիական դիմակայության։ Ինչու, որովհետև այսօր մամուլի մի քանի միջոցներ, լրատվամիջոցներ եւ սոցիալական մեդիան մի տեսակետ են գեներացրել, որ այս իշխանությունը այնքան սխալներ եւ հանցագործություններ ունի, որ նրա հետ քաղաքակիրթ բանավեճ այլևս սպառված է։ Մնում է հայհոյել, մնում է սպառնալ, մնում է փողոցում հանդիպելիս իշխանության որևէ ներկայացուցիչ հանդիպելիս թքել նրա երեսին եւ այլն եւ այլն։ Այսինքն սա գրեթե նույն խոսույթն է, ինչ որ 44-օրյա պատերազմից հետո առաջին փուլում փրկության շարժումներ առաջ տանում, որ քանի որ սահմանադրական ճանապարհով վարչապետը հրաժարական չի տալիս, ապա արդարացվում է իշխանություն փոխելու ապստամբության իրավունք։ Չեք հիշում։ Դե մեկնաբանությունները շատ տարբեր են եղել։ Ընդհուպ Ամերիկայի, այսպես ինչ-որ ակտի են հղում անում, որ ժողովուրդներն ունեն ապստամբության։ Հղում էին անում մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, որտեղ իբր ամրագրված է մարդու ապստամբության իրավունք, ապստամբելու իրավունք։ Այդ դեպքերում, երբ որ ընտրությունները երբ իրավական բոլոր իշխանություն ոչ թե ամբողջ օրը կարող է ապստամբել, էլի։ Երբ օրինական ինչ-որ այո մեթոդներով հնարավոր չի։ Համադրական բոլոր ճանապարհները սպառում են, մնում է ապստամբության իրավունքը։ Հիմա ընդդիմությունը եւ ընդդիմության քարոզությունը ներկայացնում է այնպես, որ այսօր ձերբակալված անձինք արտահայտել են Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կարծիք։ Հայաստանի 10 քաղաքացուց 8-ը Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հասցեին կասել նույնը, ինչ նրանք են ասել YouTube-յան ալիքում։ Սա չէ նշանակում։ Սա նշանակում է, որ ոչ թե պետք է վերադառնալ քաղաքակիրթ բանավեճի ժանրին, այլ հորդոր է, որպեսզի այդ տղաների գործը շարունակվի, չընդհատվի։ Ծնվեն YouTube-յան նոր ալիքներ, սոցիալական նոր հարթակներ, ինչը բացահայտ քաղաքակրթական, այսպես ասեմ, լավ, քարոզչական ապստամբության կոչ է, որը ցանկացած պահի կարող է վերածվել քաղաքացիական դիմակայության։ Դե եթե անկեղծ լինենք, իշխանությունն էլ իր, այսպես յութուբերներն ունի եւ այլն, եկեք բայց մի քիչ այլ կողմից նայենք, էլի մեր այսօրվա իրողությունը։ Ես չեմ արդարացնում իշխանությանը, կամ չեմ ասում։ Ուզում եմ ասել եւ ընդդիմությունն ունի։ Ես չեմ ասում թե իշխանության խոսույթը։ Խոսողները եւ իշխանությունը երբեմն չափերկուսն էլ ասում են։ Դուք ասում եք այդ բանավեճը ինչ է տալիս հասարակությանը։ Ասում եմ ոչինչ չի տալիս, բացի այն, որ կարող է ստեղծվել քաղաքացիական դիմակայության վիճակ։ Հայաստանում նայեք, սահմանադրական, օրինական կամ ոչ օրինական ճանապարհով իշխանապողության առնվազն 4 սցենար խաղարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Եվ 4 սցենարներից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել, այսինքն նույնիսկ համաժողովրդական աջակցության չի արժանացել։ Համաժողովրդական աջակցության հասնելու համար արժե խոսույթը տեղափոխել հայհոյանքի կամ սպառնալիքի կամ, չգիտեմ, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու կոչերի հարթություն։ Եվ այստեղ ավելի մեծ անելիք իհարկե ունի իշխանությունը ունի, որտեղ իշխանությունն է պատասխանատու հանրային համաձայնության եւ հանրային անդորի ու երկրի անվտանգության համար։ Ու այս խնդիրը պետք է ոչ թե փոխհրաձգությունների, չգիտեմ, տեղեկատվական քարոզչական
հրաձգությունների սաստկացման հուն տեղափոխվի, այդ լիցքաթափման հնարավորություններից մեկը ես կարծում եմ կարող է լինել Ղարաբաղյան կարգավորման բանակցային փաթեթի բացահայտումը։ Այդ դուք այս թեմայի հետազոտող որպես գործիչ, որը եւ գործընթացների ներսում է եղել Արցախի ազգային ժողովի падգամավոր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ով տարբեր հանդիպումների է նաեւ մասնակցել, ոչ միայն այսպես կողքից դիտող էլի, ինչ եք սպասում այդ հրապարակումից։ Վարչապետն ասաց, որ մինչև տարեվերջ կլինեն, սկանավորվում է, եւ չեք տեսնում վտանգ, որ պարոն Աթանասյան, որ մենք ոչ թե համակողմանի ուսումնասիրության ականատես կլինենք, այսինքն բոլոր փաստաթղթերը դնել եւ հասկանալ վեկտորը որ ուղղությամբ է գնացել, օրինակ 94-ից մինչև 2020 թվականը առաջարկները ինչ վեկտոր են ցույց տվել, մեզ համար առաջարկները դրական են եղել, թե բացասական տարի։ Այսպիսի հետազոտություն կլինի, թե յուրաքանչյուրը կվերցնի մի կտոր եւ կասի, այ տեսեք, դու համաձայնվել ես օրինակ մեղրին տալ, դու համաձայնել ես, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, դու իջեցրել ես նշաձողը, այսինքն հատվածային բառեր կվերցնեն եւ իրար կնսեմացնեն։ Թող չափազանցություն չթվա կամ ինքնագովեստ չթվա, բայց ես առանձնակի որևէ անակնկալի չեմ սպասում։ Այնպիսի տեղեկատվություն, գիտեք ամեն ինչ այսինքն, որին ես չեմ տիրապետում, ես չեմ սպասում։ Որովհետև ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի վայրի վերումները կամ ձեր ասած վեկտորը, այո, առաջարկների վեկտորը։ Պարզ է։ Եղել է 1997 թվականի կարգավորման փուլային առաջարկ, որը ենթադրում էր առաջին փուլում ռազմական հակամարտությանը վերջ տալու քաղաքական համաձայնագիր, այսինքն պատերազմին վերջ տալու քաղաքական համաձայնագիր իր տեխնիկական բաղադրիչներով, երկրորդ փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշարկում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սա պետք է ընդգծել։ Հետո 98 թվականի ընդհանուր պետություն առաջարկություն, որ Ադրբեջանը չի ընդունել, շեմքից մերժել է, որքան է որ այն գեղեցիկ լինի այսօրվա հերվից, որով իդեպ արցախցիները Ադրբեջանի ազնագիր են։ Իհարկե, Ադրբեջանի քաղաքացիություն Լեռնային Ղարաբաղ նշումով։ Գնայք դա Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո առաջին առաջարկը չէ եղել ընդհանուր պետություն։ Առաջին առաջարկությունն է եղել, դուրս այդ առաջարկության հեղինակը հայկական կողմն է եղել, եթե հավատանք Վարդան Օսկանյանի հեղինակային հոդվածին։ Այդ առաջարկությունը նրանք ներկայացրել են 1998 թվականի մայիսին, ներկայացրել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Պրիմակովին, որպեսզի նա Հեյդար Ալիևին համոզի, որ այն կեր Պակի իմ գործընկեր գեներալ։ Սա ամենաօպտիմալ լուծումն է։ Հեյդարն էլ ասել է ոչ։ Ես չեմ կարող մի փաստաթուղթ ստորագրել, որը ենթադրում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համաձայնեցում Ստեփանակերտի հետ։ Բայց Հեյդարը կեղծել է, որովհետև այնտեղ այդպիսի բան չկա գրած, այնտեղ գրված է իրեն վերաբերող հարցերը։ Այսինքն դու Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրես, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում թուրքական ռազմահեղինակայան ես բացում, պետք է Ստեփանակերտի կարծիքը հաշվի առնես։ Սա է եղել, ոչ թե ընդհանուր արտաքին քաղաքականություն։ Այնուհետև քննարկվել է Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ քննարկվել է տարածքների կամ սուվերեն միջանցքների փոխանակման միջոցով հարցի լուծում։ Մեղրիի տարբերակ, այսպես ասած, որ գոյություն է ունեցել մինչև 2001 թվականի ապրիլի Քիվեստյան ձախողված հանդիպում։ Հեյդար Ալիևը բացարձակապես հրաժարվել այն ստորագրել։ Ներեցեք, որ ընդհատում եմ, բայց այդտեղ էլ երկու կարծիք կա Հայաստանում։ Տեսեք, կարծիք եւ ոչ գնահատում, ես ասում եմ վեկտորը։ Չէ, ես ուրիշ բան ասում։ Դա եղել է Մեղրի շրջանի հանձնում Լեռնային Ղարաբաղի միացում Հայաստան, թե այսպես կոչված սուվերեն անցման տրամադրում Ադրբեջանը։ Ես ասեմ։ Այ սա կարևոր բան է, Ես վստահ չեմ, որ ես 100% ճշմարտություն եմ ասում, բայց ինֆորմացիան, որ ես ստացել եմ Հայաստանի ազգային ժողովի
արտաքին հարաբերությունների հանձնաժողովից, հիմա անուններով չասեմ ումից, հետևյալն է, սկզբից եղել է Մեղրիի շրջանը Լաչինի միջանցքով փոխանակելու առաջարկություն։ Միայն Մեղրիի շրջան, խոսքը Մեղրիի շրջանի մասին։ Նախկին խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջան, ես չգիտեմ քանի քառակուսի կիլոմետր է եղել, որքան բնակչություն է ունեցել Մեղրիին այդ պահին եւ այլն, բայց սկզբից նախնական եղել է Մեղրիի փոխանակում Լաչինի միջանցքով ու Լղիմի այդ պահի դրությամբ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքի հետ միասին, այսինքն ոչ թե նույնիսկ ամբողջական Լղիմը, այլ 1904 թվականի մայիսի 12-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ գտնվող Լղիմը, այսինքն բացի Մարտակերտի շրջանի հարթավարային գոտին եւ Մարտունու շրջանի ծայր արևելյան հատվածը։ Հետագայում դա փոխարինվել է սուվերեն միջանցքների փոխանակման տարբերակով, այսինքն Հայաստանը Ադրբեջանին Մեղրիում տրամադրում է սուվերեն անցում, անվերահսկելի, անխոչնդոտ, դա ադրբեջանական տարածք է, Ադրբեջանի ճանապարհն է, իր նույնության տակ է գտնում, ինչի դիմաց Ադրբեջանը համաձայնում է նախկին Լղիմի Հայաստանի միացմանը Լաչինի միջանցքով, որի պարամետրերը հետագայում ենթակայեն ճշգրտման, այսինքն դու տալիս ես 8 մետր լայնությամբ ավտոմայրուղի միայն Ադրբեջանը կարող է Լաչինից տրամադրել միայն 8 մետր լայնքով ավտոճանապարհ, ոչ թե ասեք Լաչինի ռազմաքաղաքական նշանակության միջանցք։ Այս process-ը ձախողվելուց հետո Ֆրանսիայի միջնորդությամբ, Ֆրանսիայի նախաձեռնությամբ սկսվել է նոր բանակցությունների փուլ, որը Հեյդար Ալիևը սկսել է, փոխանցել է Իլհամին։ Եվ այսպես կոչված նախապես խոսք է եղել Փարիզյան սկզբունքների մասին։ Այդ սկզբունքների ընդհանուր բնութագիրը կարելի է տալ այսպես. տարածքների վերադարձ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի, անվտանգության երաշխիքների եւ կարգավիճակի հարցով հետաձգված հանրաքվեի համաձայնության դիմաց։ Սա է։ Բանակցությունները շարունակվել են մինչև 2007 թվականի նոյեմբեր, երբ Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերի արտաքին գործերի նախարարներին ներկայացրել են Մադրիդյան սկզբունքները։ Այդ սկզբունքները եւ Հայաստանը, եւ Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը գաղտնի են պահել։ Մադրիդյան սկզբունքները, ոչ հանրություն տեղյակ չի եղել, թե հանրության թվացել է, թե Մադրիդյան սկզբունքները Լեռնային Ղարաբաղի անկախությունը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ճանաչելու մասին է։ Երբ է գումարվելու այդ գլխավոր ասամբլեայի նիստը, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչեն։ Մինչդեռ ովքեր տեղյակ են եղել, գիտեին, որ խոսքը ինչի մասին է։ Խոսքն այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով, բայց այդ հանրաքվեի հարցը, անցկացման ժամկետները եւ մասնակիցների իրավունքի հարցը պետք է համաձայնեցնեին Հայաստանը եւ Ադրբեջանը։ Բայց Ադրբեջանը երբեք այդ հարցով համաձայնության բանակցություններ չի վարել։ Դրանք մշտապես պնդել են, որ առավելագույն զիջումը, որին կարող է գնալ Ադրբեջանը, դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, նախկին Լղիմի սահմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակի շնորհումն է եւ Լաչինի միջանցքով ցամաքային կապը Հայաստանի հետ։ Այդ առավելագույն լուծումը ում ժամանակ է առաջարկվել, պարոն Աթանասյան։ Մշտապես։ Մինչև անգամ 20 թիվը, հա, մինչև 20 թիվը։ Ես չեմ կարող ասել։ Չէ, խոսք է գնում, որ Ադրբեջանի տեսակետը գնալով կոշտացել է։ Իհարկե գնալով կոշտացել է եւ արդեն մշակութային ինքնավարության էր համաձայն եւ ոչ քաղաքական։ Ես որքան գիտեմ, իսկ բավական մանրամասնորեն գիտեմ, Հայաստան եւ Ադրբեջանը երբեք Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարց չեն քննարկել։ Հայկական կողմը երբեք
Ադրբեջանին հետևյալ հարցը չի տվել։ Լավ, դուք ասում եք, մենք պատրաստ ենք ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ։ Բայց թղթի վրա գրեք, ինչ է դա։ Ինչ է դա ենթադրում իրենից, որպեսզի քննարկել են Հարաքվեի հարցերը, ինչ հարց պետք է դրվի կամ ժամկետը երբ պետք է անցկացվի Հայաստանն ու այդ հարցում ես կարծում եմ քննարկումներ եղել են։ Հարցում քննարկումներ եղել են եւ նախապես Ադրբեջանը ճոր առումով համաձայն է եղել, որ 1988 թվականի դրությամբ բնակչության համամասնությունը վերականգնվի, այսինքն Լեռնային Ղարաբաղ վերադառնա մոտորապես 40,000 ադրբեջանցի, որպեսզի մասնակցի հանրաքվեին, բայց հետագայում իր մոտեցումը փոխել է, որ անցել է շուրջ 30 տարի, մեր ժողովուրդը ինքնակազմակերպված եւ բարձր ծնելիություն ունեցող ժողովուրդ է, եւ այսօր Լեռնային Ղարաբաղից տեղափոխվածների թվականը գրեթե նույնն է, որքան հայեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, դե պետք է հիշեք, Ադրբեջանը մշտապես պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրում է ոչ ավելի քան 60,000 մարդ։ Իսկ նրանց նպատակը եղել է այն, եթե խնդիրը չի գնում ռազմական լուծման, ապա Լեռնային Ղարաբաղ տեղափոխել այնքան ադրբեջանցի, որպեսզի հանրաքվեի արդյունքները, եթե նույնիսկ հանրաքվեն կայանա, որոշիչ չլինեն այլևս ասենք 50-50 50% ցանկանում է անկախություն, 50% ցանկանում է մնալ Ադրբեջանի կազմում։ Դե ֆակտո պետք կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, երբ արդեն միջազգային հանրությունը իրոք ձեռքերը կլվանար, լավ, հանրաքվեներ չտվեց իր արդյունքում։ Այսինքն Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է եղել։ Ընդհանուր բոլոր տարիներ։ Հայաստանում Այո, բոլոր տարիները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ոչ ոք այս հարցին երբեք չի անդրադարձել եւ այս հարցի հետ առերեսվելու քաջություն չի ունեցել բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյան։ Մոտիվացիա կոնֆլիկտը լուծելու գործիքակազմի Ադրբեջանը կոնֆլիկտ լուծելու պետական մոտիվացիա չի ունեցել։ Նկատի ունեմ վերջնարդյուն կստանա։ Այսինքն 1991 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը լուծարել է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարել է։ Ադրբեջանի սահմանադրության մեջ գրված է, որ Ադրբեջանը ունիտար պետություն է։ Նույնիսկ ունենալով իր կազմում Նախիջևանի ինքնավարություն, սահմանադրության մեջ գրված է, որ Ադրբեջանը ունիտար պետություն է, որտեղ Նախիջևանի բնակչությունը թուրք է, ադրբեջանցի է։ Եթե էթնիկ կազմը ունիտար է, ինչ կարիք կա այնտեղ արդեն ինքնավարության վրա հղում անում։ Այսինքն Ադրբեջանի նպատակը եղել է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության ոչնչացում եւ բնակչության բռնատեղահանություն։ Նույն 1991 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունել է Վերին Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության անվտանգության ապահովման անհետաձգելի միջոցառումների մասին որոշում, որևէ մեկը Հայաստանում Իլհամ Ալիևի կամ Հեյդար Ալիևի հետ բանակցելիս, արդյոք հարցրել է, ասեք, ինչու չեք հրապարակում այդ որոշումը։ Այդ որոշումը առ այսօր Ադրբեջանի պետական արխիվում մնում է որպես գաղտնիացված գերգաղթի փաստաթուղթ։ Ինչու չեն հրապարակում։ Իդեպ հետաքրքիր է, ինչու Իլհամ Ալիևը հայաստանյան այս թոփ քաղաքական գործիչների կողմից չի մեղադրվում, այսպես ուղիղ մեղադրանք չի հնչեցվում նրա հասցեն, որ դու ուժ կիրառեցիր, էթնիկ բռնի տեղահանություն արեցիր, պատերազմով հարցերը լուծեցիր, գիտեք, այդ մեղավորի փնտրտուքը ներսում գտնելը մի քիչ անկեղծ տարօրինակ է, լավ, ասենք քաղաքական նպատակահարմարությունը հասկացանք, ամեն ինչի մեջ իրար կարող ենք էլի մեղադրել, բայց այն որ մարդը զինվել է, չէ, գոնե այդ այն որ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստան պետական բյուջեի չափեր, դա խոսում էր այդ մասին, որ այդ մարդը պատերազմի է, չէ, գնում եւ դա ակնհայտ փաստ է եղել եւ այստեղ իհարկե ասում են դե էսա նավթադոլարները կավարտվեն եւ Ադրբեջանը կսնանկանա կամ բանակում այնքան կոռուպցիա կա, որ այսպես այդ տրված փողերը մսխվում են եւ այլն, տեսանք որ չեն մսխվում։ Ինչու Ալիևին այդպես հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտը չի գանահարում էլի որպես պատերազմի հրձիգ եւ, չգիտեմ, միջազգային ատյաններում ինչ որ մեղադրանքներ առաջադրում
թե իշխանությունը, թե ընդդիմությունը, այլ իրար մեջ են փորձում այդ մեղավորին գտնել։ Ես կարծում եմ, որ ձեր այդ հարցի պատասխանը կարող է տալ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Այդքան բարդ հարց է փաստորեն։ Ես չեմ կարծում, թե որևէ փորձագետ կամ որևէ քաղաքական վերլուծաբան կարող է ձեր հարցին պատասխան տալ։ Ձեր հարցին կարող է պատասխան տալ քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին իշխանությունների ընդդիմախոս քաղաքական գործիչ, կանի վերագրումներ, որ ես թույլ չեմ տա, որտեղ ես քաղաքական գործիչ չեմ։ Չէ՞ որ նա է պատերազմ սկսել։ Իհարկե, բայց նորից եմ ասում, ինչու չեն քննադատում Ալիևին։ Այդ հարցի պատասխանը, եթե քաղաքական գործիչ լինեի, ես այդ քաղաքական գործի մակարդակով կտայի, բայց դա փորձագետի կամ վերլուծաբանի կամ նույնիսկ հրապարակախոսի Բայց համաձայն եք, որ այս հարցը լեգիտիմ է, պարոն Աթանասյան։ Հարցը հարատապ արժեք ունի։ Հարցը դիտարկման, վերլուծության, համադրության, համեմատելիության կարիք ունի, բայց ես գնայք, իսկ կարող է Ալիևին մեղադրեն Ռուսաստանն էլ հետն է մեղադրվելու, դա է պատճառը, որովհետև զինողներից մեկը դա էր, չգիտեմ, էլի բարձր մտածում եմ, ուղղակի չեմ մեղադրում։ Ես իմ տեսակետը Ռուսաստանի մասին ասել եմ։ Իր դիրքորոշման մեջ մինչև 2020 թվականի պատերազմը Ռուսաստանը Հայաստանի ժողովրդի հետ, հայ ժողովրդի հետ, Հայաստանի քաղաքացու հետ ավելի անկեղծ է եղել, քան Հայաստանի իշխանությունները։ Որտեղ Ռուսաստանը մշտապես տարբեր խողովակներով, տարբեր հարթակներով, ամենաբազմազան տեղեկատվաքարոզչական ազդակներով հասկացրել է, որ Ադրբեջանը իր համար նույնքան առնվազն նույնքան գործընկեր եւ բարեկամ պետություն է, որքան Հայաստան։ Հոգուտ մեզ ընտրություն չի անելու, այսինքն միանշանակորեն սա բարձ պետք է լիներ Հայաստանի իշխանությունների համար, բոլոր իշխանությունների համար։ Սկսած առաջին նախագահից մինչև 2018 թվականին վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանը երբեք նման պատասխանատվություն իր վրա չի վերցրել։ Հիմա էլ ասում են Ռուսաստանը խափեց, դավաճանեց, Ռուսաստանը արցախցիներին մատնեց, չգիտեմ, նոյեմբերի 9-ի թղթի վրա հազարումի մտքեր են շրջանառության մեջ դնում, բայց բարի եղեք, լավ, երբ Ստեփանակերտում 2022 թվականի փետրվարի 18-ին ընդունվում էր Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք, այդ օրենքի նախագիծ Վլադիմիր Պուտինի հետ քննարկվել է, Վլադիմիր Պուտինի աշխատանքազմի հետ քննարկվել է, կարող է ցածր օղակների ինչ-որ մեկի հետ քննարկած լինել։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ այդ օրենք քննարկվել է։ Դուք ի՞նչ եք կարծում առանց Ռուսաստանի միանշանակորեն այն կարծիքին է, որ բոլոր այդ քայլերը կատարվել են առանց Ռուսաստանի իմացության։ Ես չեմ արդարացնում Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմը։ Ոչ, Ռուսաստանը դա չպետք է թույլ տար, ոչ մի գնոջ չպետք է թույլ տար, ոչ թե ոչ միայն հանուն Արցախի հայ բնակչության իր հայրենիքում ապրելու իրավունքի, այլ հանուն իրեն գոնե, հանուն իրեն, որտեղ դրանից հետո Ռուսաստանը չգիտեմ, դե սխալ հաշվարկ արեց, երևի մտածում եմ մի 1000-2000 հոգի կմնան իր ռազմաբազայի շրջակայքում։ Ես չեմ կարծում, թե Ռուսաստանի Ստեփանակերտում նստած Ռուսաստանի ռազմական հրամանատարության կազմում չեն եղել հատուկ ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ասենք նույն անվտանգության դաշնային ծառայության, արտաքին հետախուզության ծառայության, եւ նրանք ժամանակին րոպե առ րոպե Կրեմլին զեկուցել են նաեւ հանրային տրամադրությունների մասին, թե ինչ տրամադրություններ են իշխում Ստեփանակերտում եւ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում, սա բոլորովին այլ թեմա է։ Խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանը անկեղծորեն միշտ էլ ասել է, որ Ադրբեջանը իր համար թանկ գործընկեր է։ Թանկ գործընկեր։ Եվ գիտեք,
Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանը մեզ ավելի է մեղադրում Ադրբեջանը կորցնելու համար։ Սա իրենց պատկերացումն է, իրենց ընկալումն է, որ այդ օրինակ ասենք նոյեմբերի 9-ի համաձայնության 9-րդ կետը եթե կատարվեր, ինքը Ադրբեջան չէր կորցնի։ Օրինակի համար։ Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը ինչի մասին։ Այ ասեմ, այդտեղ գիտեք ինչ հարց կա, եթե Հայաստանի իշխանությունը չակերտավոր իրենց պատկերացրած Զանգեզուրի միջանց տար ուզողներին Լաչինի միջանցքը չեն փակի, Արցախը բռնի չէր տեղավորվի։ Այո, բայց դա նույն տարբերակն է, որ մենք մեղրին փոխարինում ենք Արցախով։ Լաչինի միջանցքի է հավանաբար եւ կար երաշխիք, որ Ադրբեջանը չէր գալու ինտեգրացիայի պլանով, պարոն Աթանասյան։ Դրանից հետո այս երաշխիք էր տրվում, որ ոչ մի երաշխիք, ես կրկնում եմ, ես ասում եմ, դա նույն բանն է, ինչ մեղրին հանձնես Լեռնային Ղարաբաղը պահելու համար։ Բայց եթե 99 թվականին խոսքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի միացնելու երաշխավորված վերջնարդյունքի մասին էր, իրավազորությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ճանաչելու մասին էր, ապա 2020 թվականին նման խոսակցություն չէր կարող լինել։ Չէր կարող լինել։ Ընդ որում դու Լաչինի միջանցք ստանում էիր 5 տարի ժամկետով, իսկ մեղրին հանձնում էիր ընդմիշտ։ Ընդմիշտ։ Որտեղ երբ այնտեղ մտնում է ռուսական զորք, եւ այդ ռուսական զորքը ճանապարհի այդ երկաթուղու կառուցման իրավունքը տրամադրում է Ադրբեջանին, ապա դա կոչվում է արդեն ադրբեջանական երկաթուղի, եւ Հայաստանի տարածքի այդ մասը, այդ հատվածը օտարվում է Ադրբեջանին։ Մեր փորձագետներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, այսինքն ուշադրություն չեն դարձնում, ասենք ուշադրություն դարձնում են Ալիևի խոսքին, եթե դա առիթ է տալիս Փաշինյանին քննադատելու։ Երբ առիթ չի տալիս Փաշինյանին քննադատել, ուշադրության են։ Վերջերս նա ինչ ասաց։ Նա ասաց, որ եթե ճանապարհի կառուցումը թրիփ նախագծով ճանապարհի կառուցում, երկաթուղու կառուցումը վերապահվեր Ադրբեջանին, ապա ինքը կավարտեր 1 տարում։ Հայաստանը հավանաբար դա կանի 2-3 4 տարում։ Խոսքի ենթատեքստը ո՞րն է։ Խոսքի ենթատեքստը այն է, որ քննարկվել է նման տարբերակ, որ Ադրբեջանը պատրաստ է իր ներդրումների հաշվին բարիկամ դրսևորելով Հայաստանի հանդեպ, չձգտելով նրա դա մեզ համար կատաստրոֆա տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ահա ներդրում է կատարում Հայաստանի երկրորդ նախագահը գեղեցիկ հաշվեր էր, չէ՞, կարծեմ ասում էր 43 միլիոն դոլարը բավական է, որպեսզի այդ երկաթգիծը վերականգնվի, բանի 200-300 դոլար ներդրում եմ կատարում եւ ճանապարհը կառուցում եմ, երկաթուղին կառուցում եմ, իսկ երկաթուղի կառուցումը նաեւ ստանում է երկաթուղու նկատմամբ գերակա իրավունք, չէ՞։ Սա է 9-րդ կետի իմաստը։ Այդ վերադարձ 9-րդ կետին, 9-րդ կետով Լեռնային Ղարաբաղը կմնար, թե չէր մնա, օդից կախված հարց է, բայց 9-րդ կետը մշտապես Սյունիքի օտարման կդներ, կնիկ կդներ եւ հետագայում ինչ կլիներ, ասենք եթե Մեղրիի շրջանով անցնում է երկաթգիծ, մալուխային գիծ, գազատար, էլեկտրահաղորդման գծեր եւ այլն եւ յուրաքանչյուրի համար եթե պետք է ասենք այսքան քառակուսի կիլոմետր տարածք, ապա այդպես այդ տարածքները կարող են գալ հասնել մինչեւ Կապան։ Օտարում Ռուսաստանի եւ Ադրբեջանի, թե օտարում նրանցից մեկի։ Ադրբեջանին ռուսական հովանավորության անվան տակ։ Իսկ 5 տարի հետո, ասենք 5 տարի լրանից հետո Ադրբեջանը շատ հանգիստ հրաժարվելու էր այդ խաղապահներից ներկայացումից, իրեն բավարարելու էր արդեն այն ինչ որ ինքը ունի Սյունիքում։ Սա իհարկե տեսական։ Իհարկե սա տեսական ենթադրություն, ասենք եզրահանգում է, որի հավանականությունը չափելը շատ բարդ է, ինչպես նաև չափազանց բարդ է չափել ընդդիմության հակափաստարկների հավաստիականությունը, բայց երբ խոսքը վերաբերում է կատարված փաստին, արձանագրված փաստին,
ապա մեկնաբանություններ անելիս, վերլուծություններ անելիս մենք պարտավոր ենք նախ փաստը արձանագրել, գոնե փաստը արձանագրել, որ ահա այսինչ ամսի, այսինչ տարվա, այսինչ ամսի, այսինչ օրը, այսինչ վայրում տեղի ունեցել Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիև հանդիպում։ Այդ հանդիպման մասի պաշտոնական տեղեկատվությունը այս է, բայց ես այս պաշտոնական տեղեկատվությունից ենթադրում եմ, որ այնտեղ կարող են քննարկված լինել նաեւ այլ հարցեր։ Իսկ առհասարակ հայ իրականության մեջ, Հայաստանի քաղաքացու գիտակցության մեջ պետք է ամրապնդվի այն ճշմարտությունը, որ 1991 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանը իր արչև պետական խնդիր է դրել վերացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքական սուբյեկտությունը, վարչատարածքային ամբողջականությունը, տարածքը ներառնել Ադրբեջանի ունիտար պետության ամբողջականության սահմաններում, հայ բնակչությանը զրկել քաղաքական իրավունքներից, այսինքն ինքնուրույն իշխանություն ձևավորելու թեկուզ Ադրբեջանի ընդհանուր պետական համակարգում իրավունքից, ինչը բնականաբար հավասարազոր է բնակչությանը բռնատեղանելու քաղաքականությանը։ Պատկերացրեք, այսպես հիպոթետիկ պատկերացրեք 1991 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներ եւ Լաչինի ճանապարհը բաց է։ Դու արգելք չկա։ Ադրբեջանցիները Լաչինը մի ամսով դատարկում են, բնակչություն չկա, ճանապարհը բաց է։ Ինչ էր տեղի ունենալու Արցախում։ Բնակչության բռնատեղահանություն, բնակչության տեղահանություն, բնակչության կամավոր հեռացում դեպի Հայաստան 91 թվական։ Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը ոչ թե ամրագրել է Արցախ-Հայաստանը եւ վերջկարգավիճակը կամ չգիտեմ Արցախի միջազգային ճանաչում, այլ ամրագրել է իր հայրենիքում Արցախի հայ բնակչության ապրելու իրավունքը։ Եվ դրա համար է որ 97 թվականի փուլային տարբերակը քարոզելիս առաջին նախագահը պարզ ասել է, որ 3000 տարի Ղարաբաղում ապրել են հայեր, 3000 տարի էլ պետք է շարունակեն ապրել, այսինքն խնդիրը սա է, լուծումը սա է, Ղարաբաղում հայերը պետք է ապրեն։ Ինչ իրավունքներ կունենային, ինչ կարգավիճակ կլիներ, ուժերի ինչ հարաբերակցություն կդասավորվեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, սա արդեն ցույց կտար ժամանակը եւ մրցակցությունը։ Փաստն այն է, որ այդ հարցը պետք է 1997 թվականի փուլային տարբերակով լուծվեր, եւ եթե չի լուծվել, հետագայում հայկական դիվանագիտությունը ընդհանուր առմամբ զբաղված է եղել դոիզներեն հեծանիվ հորինելով, հավերժական շարժիչ որոնելով կամ քաղաքական դիվանագիտական ալքիմիայով, որտեղ այն նյութերը, այն բաղադրիչները, որ կային նույնիսկ մադրիդյան սկզբունքներում, չէին երաշխավորում Արցախից ջուլածո ոսկի ստանալու վերջնարդյունքը։ Դա մի կախյալ վիճակ էր, միջանկյալ կարգավիճակ, ադրբեջանցիների վերադարձ, հաղորդողների բացում եւ այլն, որ կարող էր տասնամյակներով ձգվել։ Իհարկե, ոչ ոք իրավունք չունի այսօրվա իրավիճակի համեմատ թերագնահատել կարգավորման, խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակ, որքան էլ որ այն հայկական կողմի համար ոչ ձեռնտու եղած լինի։ Շնորհակալ եմ պարոն Աթանասյան զրույցի համար։ Խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հյուրընկալել ենք Վահրամ Աթանասյանին։